Եվ լրատվական։ Գայանե Խաչատրյան, Ֆակտոր TV։ Պարոն նախարար, երկընտրանքի առաջ եք դնում կամ պարտք վերցնել կամ հարկեր բարձրացնել, իսկ երրորդ տարբերակ, ասենք կառավարման արդյունավետությունը բարձրացնելու մասին ինչ կասեք, եւ առավել եւս, որ 2018-ից հետո Հայաստանի պետական պարտքը կրկնակիից ավելի աճել է։ 18-ի տարեվերջին եղել է 6.9 միլիարդ դոլար, 25-ի արդյունքներով 14.5 միլիարդ դոլար։ Արդյոք արդյունավետ է նման կառավարումը, արդյոք արդյունավետ է այդքան պարտք վերցնելը եւ առավել եւս, որ ինչքան պարտք վերցնում են, գրեթե այդքան էլ մի փոքր պակաս վճարում ենք պարտքերի սպասարկման համար։ Այսպես ճգնաժամն էլ սարերի հետևում չի, հա, կարող է հանկարծ դուռը թակել։ Ուր կհասնենք այսպես։ Շնորհակալություն։ Կառավարման եւ ընդհանրապես ծախսային արդյունավետության մասին առաջի հերթին ենք մտածում եւ երբ որ դուք ասում եք արդյունավետություն, դա նշանակում է ծախսերի նվազում, այսինքն մեկ միավոր արդյունքի դիմաց ավելի քիչ ծախս իրականացնել։ Սա մեր առաջնային աշխատանքն է, որը իրականացնում ենք բնականաբար ամեն բյուջետային պրոցեսի ընթացքում, այսինքն մեր գործընկերների հետ տարբեր նախարարություններում անցնում ենք իրենց ծախսային հոդվածների վրայով, գնահատումներ ենք իրականացնում եւ դա է պատճառը, որ վերջին տարիներին մենք ներդրել ենք առաջին անգամ պետական համակարգում, կառավարությունում գնահատման գործընթաց եւ 2026 թվականին 25-ին պիլոտային գնահատումներ ենք իրականացրել 26 թվականին արդեն պլանավորում ենք այսպես պլանավորված արդեն այս գործառույթը մեկնարկել եւ շատ մեծ հույս ունենք, որ այն ծրագրերը, որոնց արդյունքներով առաջի հայացքից մենք այդքան էլ գոհ չենք, կկարողանանք դրանց գնահատում իրականացնել եւ հետևություններ անել, թե ինչպես առանձին կարևոր ծրագրերի հետ կապված ուրեմն ունենանք ավելի լավ արդյունքներ, որովհետև ըստ էության այդ կարող է ինչ-որ մի ծրագիր իրականացվում է, բայց այն արդյունքները, որոնք նախապես պլանավորված էին, չենք ստանում։ Պարտքի հետ կապված ես արդեն Civilnet-ի հարցին պատասխանելուց ինձ թվում է այս հարցին պատասխանեցի, բայց ես ձեզ ուզում եմ ասեմ ձեր վերջի հարցը ռեպլիկը նրա մասին էր ինչ ենք անելու անելու ենք հետևյալը մենք 2025 թվականին հաստատել ենք միջնաժամկետ ծախսերի շրջանակ որում ասել ենք որ ամեն տարի 1% կետով նվազեցնելու ենք դեֆիցիտը եւ 2030 թվականին ձգտելու ենք հասնել 1% դեֆիցիտի, որը կնշանակի պրակտիկ առումով հավելորդով բյուջե։ Այսինքն մենք ասում ենք, որ մենք պետք է այս ծախսերի արդյունավետությունը եւ այս ծախսերի զսպման process-ը այնպես կարողանանք կառավարել, այդ թվում արդյունավետությունը առանձին տեղերով բարձրացնելով, բայց չխոչընդոտելով հիմնական ենթակառուցվածքային եւ բարեփոխումների օրակարգը, որպեսզի մենք հասնենք 1%-ի։ Եվ սա կնշանակի, որ Հայաստանը այդ խնդիրները, որոնք դուք բարձրաձայնում եք, այդ խնդիրները չի ունենա։ Այո, պարտքը աճում է եւ ինչ որ մի միլիարդից դարել է մի հատ ուրիշ միլիարդ, բայց այդ մենք հազար անգամ խոսել ենք դրա մասին, որ այդ հիմա պետություններ էլ կան, որոնք տրիլիոններով ունեն։ Հիմա ինչի ենք այդ միլիարդից խոսում։ Դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից։ Եվ ես կարող եմ ասել, որ օրինակ 2018 թվականին պարտքը նրան 52% էր, 51 ու քանի տոկոս էր, հիմա 48% է։ Այսինքն մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու ավելի մեծացել են կամ այլ կերպ ասած կարելի է ասել այն ծախսերը, որը մենք արել ենք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները,
որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ։ Ավելին ձեզ ասեմ, երբ որ մեր միջազգային գործընկերները նայում են, գնահատում են Հայաստանի ֆիսկալ կայունությունը, իրանք ասում են, որ դրականն է փոխվում, այսինքն ձեր ասած պայմաններում Հայաստանի պարտքի կայունությունը, օրինակ 4 պատճառ կա, ինչի Fitch-ը փոխել է Հայաստանի հեռանկարը կայունից դեպի դրական, եւ ես կարծում եմ, որ Fitch-ը բավականին պահպանողական է եղել այս գնահատումը տալուց, որտեղ խոսեցի նաև նրա մասին, որ շուկաները շատ ավելի դրական են արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին եւ բնականաբար իրանք շատ մանրակրկիտ են ուսումնասիրում Հայաստանի պարտքը, դրա հետ կապված ռիսկերը եւ արձանագրում են, որ դրա հետ կապված ռիսկերը նվազել են եւ ավելի ցածր են։ Շնորհակալություն պարոն նախարար, հաջորդ հարցի համար շնորհակալ եմ։ Աննազգանուն լրատվական։ Հասմիկ Դիլանյան, Հանրային ռադիո, պարոն